Ռուսաստանի հայերի միությունն ու համաշխարհային հայկական կոնգրեսը տարվա ընթացքում Հայաստանում հանրապետական մակարդակի 27 միջոցառում են իրականացրել ըստ համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի իրականացված եւ իրականացվող ծրագրերը նույնությամբ շարունակվելու են նաեւ մյուս տարի կարևորի մասին։ Մենք ստեղծել ենք ազգային միասնություն շարժում, որը զբաղվում է տնտեսական խնդիրներով։ Այդ շարժումը զբաղվում է տնտեսական ծրագրերի իրականացմամբ եւ տնտեսական կապերի ստեղծումը ՍՆԳ պետությունների հետ, պլյուս եւ մեր ասենք Սփյուռքի հետ, այլ պետությունների հետ։ Ինչ է արվել։ Այսօր մենք ունենք մոտ 40 ծրագիր, որը նախապատրաստել են եւ քննարկման է արդեն աշխատանք ենք տանում։ Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 13-ից 16-ը Երևանում Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ նաև Եվրասիական գործընկերության առաջին ֆորումն անցկացվեց, նախատեսվում է 2017 թվականին կազմակերպել երկրորդ ֆորումը։ Ըստ Արա Աբրահամյանի, սոցիալ-տնտեսական առումով այն ռազմավարական նշանակություն ունի։ Վերջինը կարևորեց նաև Հայաստանում անցկացված ռուսաց լեզվի եւ երգի մրցույթների անցկացումը։ 2017 թվականին կփորձենք հայոց լեզվի եւ հայ երգի փառատոն էլ կազմակերպել Ռուսաստանում, ասում է Արա Աբրահամյանը։ Ասուլիսին ներկայ էին կոմպոզիտորների, գրողների, ժուրնալիստների միությունների նախագահները, համագործակցման արդյունքների մասին յուրաքանչյուրը յուրովի խոսքով։ Գրողների միությունը Արա Աբրահամյանի եւ նրա ղեկավարած Ռուսաստանի հայերի միության համահայկական հայերի կոնգրեսի հետ երկար տարիների աշխատանքի փորձ ունի 10 տարուց ավելի եւ պիտի ասենք, որ նրա աջակցությունը իսկապես խիստ դրական դեր է խաղացել արձակի ժանրի, ապա եւ պոեզիա, դրամատուրգիա, մանկական գրականություն, այս անվանակարգերի նոր գրքերի ի հայտ գալու նպաստել է եւ ես պիտի արտահայտեմ ոչ միայն մրցանակ ստացած գրողների, այլև մեր մյուս գրողների, ովքեր մասնակցում են այն շնորհակալությունը, որը այսօր մենք տեսնում ենք։ Ինչ Արա Աբրահամյանը դա հայրենանվեր գործ է, ես կարծում եմ այն օրինակելի է եւ գիտեք ինչ, եթե մենք կարող ենք ստեղծել բարձրաժեք ստեղծագործություններ, դա ամենամեծ նվերն է մեր հայրենիքին։ Արված գործերի արդյունքների ամփոփումից հետո տարաբնույթ հարցերին ի պատասխան 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին Արա Աբրահամյանը չի մասնակցելու։ Ես չեմ մասնակցելու։ Առայժմս եթե այդ հնարավորությունները չունեմ, չեմ ուզի բարդացնել։ Գիտեք, ես օգնելու եմ Հայաստանին, Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին։ Օգնելու եմ եւ դա միշտ անելու եմ։ Համաշխարհային անցուդարձերի եւ հատկապես Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի գործոնի եւ հնարավոր լավ կամ վատ ազդեցությունը հայ-ամերիկյան հարաբերություններին Արա Աբրահամյանը այս կերպ է ներկայացնում։ Թրամփը շատ գործնական մարդ է, ես իրան ճանաչում եմ, ես լավ հարաբերության մեջ եմ իր դիմակիցներից Ջուլիանոյի հետ, դա առաջվա քաղաքապետ, Նյու Յորքի քաղաքապետն է, մենք իրար հետ համագործակցում ենք, ինքը իմ ընկերություններից մեկի խորհրդի անդամ չէ, Նաբլյուդացիոնի սովետ, խորհրդի անդամ, դիտորդական խորհրդի նախագահն է, որի մեջ ես մասնակցում եմ այդ ընկերության, մենք իրար հետ համագործակցում ենք, ես իր հետ ընտրվելուց հետո Թրամփի իր հետ զրուցել եմ, ես պայմանավորվել եմ շուտով Ամերիկայում մեկնելու ամենամոտ օրերս եւ կար ժամանակում մենք հանդիպելու ենք Լոս Անջելեսում, իրար հետ քննարկենք տարբեր հարցեր։